5 պատճառ, ինչի դու մարզասրահում պրոգրես չես տեսնում։ Առաջին՝ դու չես հասցնում վերականգնվել։ Այս հատկապես վերաբերվում է այն մարդկանց, ովքեր անում են ամեն մկանային խմբի համար 3-4 վարժություն, ամեն մեկը 3-4 մոտեցումով ու 15-ից 20 կրկնությունով։ Սենց պրոգրամներում նորմալ վերականգնվելը գրեթե անհնար է, ու եթե դու չես հասցնում լիովին մինչև քո մյուս պարապմունք վերականգնվել, այս բացասական է ազդելու քո հաջորդ պարապմունքի վրա, ու դու մկանայինաշ չես կարողանալու ապահովել։ Սենց դեպքերում քեզ պետք է իջացնել մոտեցումների քանակը եւ կամ ավելի ծանր քաշերով ավելի քիչ կրկնություններ անել, որպեսզի ավելի հեշտ վերականգնվես։ Երկրորդ՝ դու ամեն մկանային խումբը մարզում ես ընդամենը շաբաթը մի անգամ։ Այս վերաբերվում է այն մարդկանց, ովքեր ամեն մարզման օրը մարզում են մենակ 1-ից 2 մկանային խումբ, օրինակ դոշ բիցեպս կամ մենակ ոտքեր եւ այլն։ Մարզումից հետո մկանային աճի ստիմուլը տևում է մոտ 36 ժամ, ինչից հետո սկսվում է մկանային ատրոֆիա։ Սրա պատճառով ամեն մկանային խումբը շաբաթը գոնե 2 անգամ մարզելը շատ ավելի էֆեկտիվ է, քանի որ դու շաբաթվա կտրվածքով մկանային ատրոֆիայի պերիոդները կչացնում ես։ Երրորդ՝ դու անում ես շատ քիչ ստաբիլ վարժություններ, որոնք քեզ հնարավորություն չեն տալիս ակտիվացնել այն ամենախոշոր մկանաթելերը, որոնք դեռ աճի պոտենցիալ ունեն։ Այս հատկապես վերաբերվում է այն մարդկանց, ովքեր արդեն երկար տարիներ մարզվում են, որովհետև ձեզ ավելի քիչ թվով մկանաթելեր են մնացել, որոնք դեռ կարող են աճել։ Ու սրանք ակտիվացնելու համար վարժության ստաբիլությունը ահռելի կարևորություն ունի։ Ընտրեք ավելի ստաբիլ վարժություններ, որտեղ կոորդինացիայի պահանջները մինիմալ են ու որտեղ դուք կարող լրիվ կենտրոնանաք ուժ տալու վրա։ Չորրորդ՝ դու ուղղակի բավականաչափ հետևողական չես։ Եթե դու պարբերաբար ունենում ես 1-2 շաբաթ, որ ուղղակի չես մարզվում, այս քո պրոգրեսի վրա շատ բացասական է ազդելու, որովհետև մկանային ատրոֆիան շատ արագ է տեղի ունենում։ Նույնիսկ 1-2 շաբաթ չմարզվելը մկաների կորուստ է առաջացնում, ու եթե սենց բաց թողումները պարբերաբար են լինում, ապա քո մկանային աճի պրոգրեսը կարող շատ դանդաղի կամ նույնիսկ չլինի։ Ու 5-րդ՝ դու ուղղակի համբերատար չես։ Մկանային աճը շատ դանդաղ պրոցես է, ու եթե դու 1-2 ամսում արդյունք չես տեսնում, շատ հնարավոր է, որ այս արդյունքը ոչ թե չկա, այլ ուղղակի դեռ նկատելի չի։ Կենտրոնացի շարունակաբար բոլոր վարժությունների վրա ուժեղանալու վրա, ու դու վաղ թե ուշ կտեսնես արդյունքը։